Ձեր կարծիքով Հայաստանում այսօր մարդու իրավունքները պաշտպանված են։ Կարծում եմ ոչ։ Որովհետև գնալով շատանում են սպանությունները, բացահայտումները քիչ են եւ ընդհանրապես ցանկացած պետական ստրուկտուրա մտնում ես, ինչ ասեմ, դեմագոգիա է, բյուրոկրատական ապարատ է։ Ես իմ օրինակով կարող եմ ասել, ես թոշակառու եմ, նաև իրավաբան եմ մասնագիտությամբ, երկար տարիներ աշխատել եմ եւ երբ մոտեցավ թոշակի պահը, մոտեցա նախարարություն, սոցիալ-նախարարություն, ներկայացրեցի իմ աշխատանքային գրքույկը, որտեղ շատ հստակ երևում է, որ բուհը Երևանի պետական համալսարանը ավարտելուց հետո ես անմիջապես անցել եմ աշխատանքի համալսարանի գործուղմամբ, այն ժամանակ այդպես է, Բաղրամյանի գործադիր կոմիտեում։ Սակայն նախարարությունը, սոցիալ-նախարարությունը չհաշվեց այդ ստաժը, բազմաթիվ անգամներ դիմում եմ, ասում են կնիքը լավ չի երևում եւ այլն, բյուրոկրատական բաներ են ստեղծում եւ չեն տալիս մարդկանց իրենց թոշակները եւ ես հետաքրքրվեցի, որ նմանատիպ գործեր շատ կան, որ դատարաններում բավականաչափ շատ գործեր կան, նմանաբովանդակ գործեր կան, որոնցով թոշակառուները դիմում են իրենց իրավունքների պաշտպանության համար եւ դատարանները բավարարում են։